Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ քաղաքագետ, գրականագետ Անուշ Սեթրակյանի հետ։ Տիկին Սեթրակյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Փոխադարձաբար շնորհակալ եմ հրավիրելու համար։ Տիկին Սեթրակյան, առաջադրվել եք Պատգամավորի թեկնածու միասնության թևեր կուսակցությամբ։ Հետաքրքիր է, որ մեզանում ավանդույթ է եւ մշակույթ է ձևավորվել, եթե կարելի է այդպես ասել, երբ առաջադրվում են եւ որևէ թիմի ցուցակում հայտնվում են, մարդիկ հայտարարում են առանձին հայտարարությամբ են հանդես գալիս, ձեր էջում նման հայտարարություն չտեսա, ինչու՞։ Որովհետեւ ես կարծում եմ, որ այդ առաջադրման մասին հայտարարությունը մի փոքր ավելի անձի առաջ մղելու տենդենս է, իսկ ես կարծում եմ, որ երբ որ դու ինչ որ մի ընդհանուր միավորման մաս ես, դու պիտի առաջ տաս այդ միավորման գործերը, գաղափարական պլատֆորմը եւ ընդհանրապես այն բոլոր հարցադրումները, որ այդ կուսակցական եւ քաղաքական միավորումը եկել է լուծելու։ Դրա համար այստեղ էականն է իմ անձը չի, այստեղ էականն է այն գործն է եւ այն տեսլականն է, որ միասնության թևերը բերելու է։ Ես չեմ թաքցնի, որ ասենք ես շատ վաղուց դեռևս 2021 թվականից համարել եմ, որ Արման Թաթոյանի կերպարը, որը բոլոր նորմալ երկրներում համապատասխանում է 3 P-երի սկզբունքին, հա, 3 P անգլերենն է, էլի proper, productive եւ popular։ Այսինքն այդ որ համկարգին, համպարկեշտ, եւ կավելացնեի ես 4-րդ P-ն է professional, որտեղ դա էլ է շատ կարեւոր։ Մենք այնքան ենք, նույնպես համաշխարհային մակարդակով կրկես այնքան է ուժ գնացել, որ այլևս մարդիկ հոգնած սոցցանցերի այդ շրջանակային նկարագրությունից, հոգնած ընդհանուր այս նարցիսիստական մղումից հասարակությանը ցուցադրվել եւ ինքնացուցադրվել եւ անընդհատ լինել քննարկումների կենտրոնում, մենք ասում ենք, հասկանում ենք, եկել ենք այն վիճակի, որ յուրաքանչյուր նեգատիվ փաստ, այսինքն յուրաքանչյուր քաղաքական գործիչ դուրս է տալիս իսկապես տխմար եւ հակաժողովրդական, հակաժողովրդավարական, հակամարտկային ինչ-որ մի բան եւ միևնույնն է նրա համար ավելի կարեւոր է լինել ուշադրության կիզակետում, քան այն թե ինչ մեսիջ է ինքը հողում հանրությանը եւ ցավն է, որ հանրությունն էլ է դա ընդունում, ուտում այդ բանը։ Դե ասում եմ, երբ որ Ներոնը վառում էր, ավելի շատ հանդիսատեսներ շատը քան հանգստողները, դրա համար եկեք չզարմանանք, դա այնպես չի, որ մենք այդպես այլասերվել ենք, դա ընդհանուր։ Բայց կարծես այդ կերպարը նույնպես սկսել է հոգնածնել եւ մարդիկ վերադառնում են, կարծես մի քիչ ավելի։ Գիտեք, ինձ երբեմն ասում են, ես ինքս եղել եմ կառավարման համակարգում շատ, հենց բյուրոկրատական կառավարման համակարգում 2 անգամ բավականին, միշտ ասում եմ, ես խոհանոցը ներսից գիտեմ։ Ու ձեզ ասեմ, որ իրականում կառավարելու համար, այսինքն իրականում այդ թողոբոյի մեջ մտնելու համար ուղղակի անհրաժեշտ է ոչ միայն երկաթյա նյարդեր, այլ նաև անվերջանալի համբերություն, որովհետև կառավարման գործընթացը, այդ տեսեք ես դասավանդում եմ, ես զբաղվում եմ կրեատիվ աշխատանքով, ես դասախոսություններ եմ դնում եւ բավականին արդեն զարմանալի է, արդեն մի քիչ նույնիսկ վատ եմ զգում, որտեղ ինձ ճանաչում են արդեն ոչ այնքան իբրև քաղաքագետ, քաղաքական ուտերիտով, մենք ձեր գրականության հոլովակները նայում ենք, բանը, բայց հասկանում եք, կառավարումը այնքան ձանձրալի process է։ Դա ձանձրալի process է, լավ կառավարում նշանակում է ունենալ ձանձրալի, միագիծ, ամենօրյա, տքնաջան եւ հաշվետու գործողությունների համակարգ։ Եթե դու դա չես անում, իսկ ներկայիս իշխանությունները անում են ճիշտ հակառակ։ Նրանք կառավարմանը միտված ոչ մի քայլ չեն անում։ Իրենք էլ են ձանձրանում միգուցե։ Իրենք ձանձրալ, չէ, ասենք ձանձրալի աշխատանքը դու պետք է այնքան լավ իմանաս, որ դա անես արագ, էֆեկտիվ եւ դրա վրա չկենտրոնանաս։ Եթե դու դա չգիտես, իսկ իրանք չգիտեն, իրենք մասսայականորեն, եկեք չասեմ անգրագետ են։ Նրանք մասսայականորեն պատրաստ չեն կառավարման աշխատանքի։
Ինչի, որովհետև կառավարումը իզուրեն բոլոր երկրներում քաղաքական գործիչը ստադիա աճում է։ Ինքը սկզբում էստեղ, հետո գնում է այնտեղ, հետո բարձրանում է այնտեղ, հետո մի անգամից գալու դառնում փոխնախարար, եթե ինքը Հայաստանում չի եւ չի մտել որևէ կուսակցության շարքերը։ Չկա այդպես որ մարդը մի անգամից դառնա նախարար։ Մարդը գոնելի դառնում է բաժնի վարիչ, նոր նախարար։ Հիմա օրինակ ես ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն եմ։ Նորմալ կլիներ, եթե ես ասենք 30 տարեկանում դառնայի այնտեղ ամբիոնի վարիչ։ Ոչ, որովհետև ինչքան էլ դու 30 տարեկանում ամբիցիոզ ես եւ ինքնավստահ, դու ոչ process-ը գիտես ներսից։ Եվ հետո ես հիշում եմ ինձ բարեբախտաբար ես չունեի այդպես անվերջանալի լիազորություններ։ Ունեի պատասխանատվություն, պաշտոն, բայց չունեի անվերջանալի լիազորություններ։ 30 տարեկան հասակում ուրիշ են քո ամբիցիաները, պատկերացումները, ուրիշ են քո ախորժակները եւ ուրիշ է քո քինախնդրության չափը։ Իմաստությունը գալիս է որոշակի փորձից հետո։ Եվ իմաստուն մարդիկ, Պլատոնը, կներեք որ ինձ տարավ, բայց դա շատ կարեւոր էր։ Պլատոնը ասում էր, պետք է ղեկավարեն այն մարդիկ, որոնք իրականում չունեն կառավարելու եւ ղեկավարելու պահանջ եւ ցանկություն։ Պետք է գան այն մարդիկ, ովքեր ստիպված են անում այդ գործը ի բարօրություն մարդկության եւ երկրի, եւ դրանք պրոֆեսիոնալներն են։ Վերադառնալով ընտրություններին Տիկին Սեթրակյան, քանի որ մենք մտնում ենք ուղիղ թևակողել ենք այդ փուլ, ուզում եմ մի փոքր թե քարոզարշավի եւ թե արդյունքների մասին մի փոքր խոսենք, տեսեք, նախորդին հրապարակվեցին արդյունքներ, հիմա անկախ նրանից թե մենք ինչպես ենք վերաբերվում ընտրությունների այդ հարցումներն անող կազմակերպությանը, այնուամենայնիվ ցուցանիշները վկայում են այն մասին, որ քաղաքացիական պայմանագիրը միանձնյա իշխանություն վերցնել չի կարողանալու։ Եվ այնուամենայնիվ, այո, ընդդիմադիր ուժերին, ընդդիմադիր թևերին անհրաժեշտություն է լինելու միավորվելու եւ միասնական ճակատ ձևավորելու։ Հիմա, քանի որ մենք պարբերաբար լսում ենք եւ տեսնում ենք տարբեր ուժերի կողմից այդ տարանջատվելու փորձերը միմյանցից նախնիների հետ կապ չունենք, մի կապեք մեզ եւ այլն, որքանով ձեր գնահատմամբ կկարողանան այնուամենայնիվ ընդդիմադիրները միասնական ճակատ ձևավորել։ Միգուցե մի քիչ ժամանակից առաջ եմ անցնում, բայց կարծեմ ես կարծում եմ, որ բոլոր ընդդիմադիրները նախքան ընտրությունները պետք է անեն հետեւյալ հայտարարություն, եթե իրենք համարում են ընդդիմադիր, որ նրանք մտնում են խորհրդարան մի պայմանով, որ երբևէ որևէ հանգամանքներում չեն պատրաստվում համագործակցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Լինի դա պարլամենտական հարթակ, լինի դա այլ տիպի հարթակ, չեն պատրաստվում, դա յուրատեսակ կլապան է պաշտպանիչ, որից հետո, երբ որ ենք այդ քաղաքական խոսքը ասում են, այդ միայն մեզ մոտ մի մարդ ունի մենաշնոր, մի բան ասի, հաջորդ օրը մյուս բան ասի, հետո ասի, ես մեկը խաբել եմ, այն մեկը ճիշտ եմ, այլ ասել եմ Արցախը խաբել եմ, հետո չէ, ես հուսով եմ, որ մնացած բոլորին այդ մենաշնորը տրված չի եւ Փառք Աստծո, նրանք պետք է այդ հայտարարություն անեն, որ չկա որևէ հանգամանք որևէ տարբերակ, որ նրանք կհամագործակցեն, ինձ թվում է հանրությունը պետք է այդ պահանջը դնի անպայման, եւ միավորվել ես այդքան էլ չեմ ակնկալում նրանցից միավորում, ու բացատրեմ ինչի, որովհետեւ դա պետք էլ չի։ Ընդհանրապես թե միասնական ճակատի ինձ ընդհանրապես ես առաջարկել էի միասնական ճակատ, ընդ որում առաջարկել էի շատ ճիշտ պլատֆորմա, որովհետեւ ես եմ առաջարկել այժմ հիմնական վտանգը, որը տեսեք բոլոր ասում են անվտանգություն, սահմաններ դա, բայց դա անցյալը նրան, որ հիմա գնում է ուժեղ հարձակում մեր ինքնության վրա։ Դա հայկականության վրա կատարվող մասսայական արշավն է, եւ եթե այդ արշավը կատարվում է դրսից, դա նորմալ է։ Դու ունես հակազդող մեխանիզմներ, իմունիտետ, կոտրվում է ազգի իմունիտետը։ Բան են անում, սովորեցնում են ազգին ապազգային խոսույթին ամեն օր, լինի դա անձնագիր, լինի դա մատենադարան, լինի դա ցեղասպանության հուշահամալիր, բոլոր կռվանները ներկայի եւ անցյալ եւ ապագա բոլորը ոչնչացվում են։ Եվ բոլոր քաղաքական ուժերը, անկախ նրանից, թե նրանք ինչ պլատֆորմ ունեն, ինչ խնդիր ունեն, ինձ թվում է պետք է այդ հայկականության հենքը դարձնեն առաջնային թիրախ եւ միավորման հնարավոր կռվան։ Չէ՞ որ այդ ձևով կարելի է միավորվել։ Չէ՞ որ դա է հիմնական բանը, խնդիրը, որտեղ տեսեք ազգը որ չունի ազգային իմունիտետ,
նա ապագա մարտահրավերներին պատրաստ չի։ Ես մի հարց եմ, ընդ որում ես դա կոչ չեմ անում, ինչքան էլ ես ոչ միանշանակ զգացմունքներ տածեմ որևէ երկրի հանդեպ, ես չի ուզենա, որ այդ երկրին ասենք մի արհավիրք սպառնալ։ Բայց հիմա ձեզ մի հարց տամ, ընդունենք կատարվում է, չգիտեմ, ամենաայլմոլորականների հարձակում հենց կոնկրետ Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա եւ նրանք վաղը վերանում են։ Ընդունենք այդպեսի մի ֆանտաստիկ ծրագիր ունենք։ Դու ինչ ծրագիր ունես, ինչպես ես գործելու այդ պայմաններում։ Ասենք եթե դու անդադ կրկնում ես մենք իրար հետ խաղաղ ապրենք, բայց որ տարածաշրջանում դինամիկա փոխվեց։ Եվ այդ երկրները ֆավորիտներից հայտնվեցին աութսայդերների համակարգում։ Ինչ ենք անելու։ Մենք ունենք ծրագիր հակազդեցության, այսինքն այդ մարդիկ ամեն օր մեր դեմ աշխատում են։ Ամեն օր, էլ Երևանի բանով, էլ չգիտեմ հայտարարություններով, էլ որ մեր կաթողիկոսը պիտի հեռանա։ Ձեր մոլայի հետ միասին, այն որ ասում է երկուսով թող գնան, եթե տենց է։ Բանը, այն որ էս պետք է արվի եւ լուրումունջ էս իշխանությունը կատարում այդ պատվերները, ներկայացնելով դա իբրև անհրաժեշտություն։ Ասենք Եղեռնի հուշահամալիրի վերանորոգումը այսպես պատմական անհրաժեշտություն էր, երկրապահի փակումը դա պատմական անհրաժեշտություն էր, բոլոր ապազգային գործողությունները պարզվում է ասած քաղաքական եւ տնտես մենակ մի բան անհրաժեշտություն չի, բանակի այսպես զինավարժությունները ասում է 8 միլիարդ ծախսել են բանակի վերազինման համար։ Այն որ ասում է, չգիտեմ, խնդամ թելա, որտեղ 8 միլիարդով վերազինվող բանակը այդ վիճակում չի գտնվում։ Դա է շուտով շքերթ է լինելու եւ երևի թե կտեսնենք թե ի վերջո այդ ինչ են գնել։ Այսինքն երևի բոլոր ուրախ են, հա, համաձայն պատգամավոր, որ մեր զինվորները վերջապես ունեն բանը, Պիեր Կարդեն ներքնազգեստ, չէ՞ որ պատգամավորներից մեկը բողոքում էր, որ ինքը ներքնազգեստ չի ունեցել։ Հիմա էլ ես բավականին շատ ծանոթներ կան եւ այլն մարդիկ կան, ովքեր զորակոչված տղաներ ունեն եւ ակնհայտ է որ մարդիկ ուղարկում են դրանք այնպես որ այստեղ դա այլևս եւ ես ճշտել եմ թե ինչ խնդիրն է այդ ներքնազգեստի որոշակի տեղեր կան ցավոք էլի դա պետության խնդիրն է եւ նրանք շարունակում են լինել որտեղ չկան լավ լվալու պայմաններ այսինքն այդ ամբողջ ներքնազգեստի խնդիրը կապվում է այդ լվացքի խնդիրների հետ բայց դա չի հարցը իմ հարցը ուրիշ է Ոնց կարելի է երկրի պաշտպանությամբ իսկապես սուր գործ, որ օրինակ ես կարծում եմ, որ կանայք էլ պիտի մասնակցեն, ինչպես Իսրայելում։ Ես իմ Իսրայել վերջին այցի ժամանակ տեսա, որ մարդիկ ապրում են միմիայն հայրենիքի նպատակաուղղված պաշտպանության թիրախով, հայրենիքներ նույնանման պատասխանում են։ Ամեն զինվորի վրա դողում են, դա փոխադարձ սեր է։ Եվ ես գտնում եմ, որ այս աշխարհում ցանկացած անձնական, պետական Չգիտեմ, ցանկացած հարաբերություն եւ ցանկացած խոսույթ պետք է հիմնված լինի այդ փոխադարձ սիրո եւ հարգանքի վրա։ Չկա դա, չի լինելու ոչինչ։ Եվ այդ ներքնազգեստի հարցը բարձրացնելը, այսինքն, գիտեք, դա իջացնել պետական, բանակի խնդիրները իջացնել, որում բանակի իրական վարկանիշը, որտեղ մեր ժողովուրդը ինչ բանակ, այբուբեն, բանակ, լեզու, պատմություն։ Այո։ Եվ եկեղեցի։ Այդ 4-ը միշտ ունեցել է Բա այդ դրանք հենասյուներն են, չէ՞։ Խփենք, ամեն կողմից հենց խփում են հենասյուներին։ Ու դեռ մարդիկ կան, որոնք թքած ունեն հենասյուների վրա, բայց ինձ բոլորը ասում են, ո՞նց կարող են տենց մարդիկ բան եւ այլ ընդհանրապես լինել։ Ասում ժողովուրդ ջան, ո՞նց կարող են լինել մարդասպաններ, գողեր, խափեփաներ, դավաճաններ, այդ մարդիկ էլ ասենք դեռ եթե չեն իրացրել այդ պոտենցիալը, իրենց ընդունած արժե համակարգով ասում են, ահա ես այստեղ եմ, ես պատրաստ եմ դավաճանության, սպանության, շնության, եկեք, ես եմ ձեր այդ բանը, էլի, ընտրողը, միայն այդ ձևով, եւ ոնց ուզում է, ով ուզում է որակի, առանց արժեքային համակարգի մարդը պոտենցիալ հանցագործ։ Դուք կարծում եք, որ այնուամենայնիվ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը կարող է հեռանալ։ Լավ, ենթադրենք ընդդիմադիրները միասնաբար կարողացան որոշակի ճակատ ձևավորել եւ այլն։ Փաշինյանը ընտրություններով այդպես խաղաղ կհեռանա ձեր գնահատմամբ։ Խաղաղ ինքը չի կարող ոչ գալ, ոչ հեռանալ։ Բայց այստեղ մի քանի մանիպուլյացիա կա, որ պետք է կոտրվի, ընդ որում պետք է կոտրվի միացյալ ուժերով։ Եվ մի մանիպուլյացիային շատ ինտենսիվ մասնակցում է անդիմության մի մասը։ Եվ այդ մի մասը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը արևմուտքի մարդն է։
Արևմուտքն է նշանակում, այո, արևմուտքը հիմա աջակցում։ Աջակցում է եւ շատ ակնհայտ։ Աջակցում է։ Գիտեք ինչի, որովհետեւ ղեկավար տոկոս հավաքող, այսինքն դոմինանտ տոկոս հավաքող ընդդիմությունը բացարձակ պրոռուսական է, բացահայտ պրոռուսական է։ Եվ ուրեմն սրանք Չարիքի եւ Չարյաց փոքրագույնի միջև դե իրանք էլ իրանց աշտարակից են նայում։ Այո, եվրոպացիները թքած ունեն հայ ազգի ինքնության, պահպանության, մեր անվտանգության, իրենց ավելի հետաքրքիր է թե գեոպոլիտիկ համակարգում ով է լինում եւ Նիկոլ Փաշինյանը բռնել է այդ թիրախը, բայց ես չեմ խոսում եվրոչինովնիկների մասին, այն որ ասում եմ նրանց մասին մենք դեռ հետո կխոսենք եւ անգլերեն էլ կխոսենք, երբ որ պետք լինի, խնդիրը ուրիշ է։ Խնդիրն այն է, որ լավ, մարդիկ դուք այդքան տրամաբանություն չունեք, Հայաստանում քանի անգամ ա եղել ընդդիմադիր շարժումներ, որոնք դաժանաբար խեղդվել են։ Ստեփան Դեմիրճյան, Վազգեն Մանուկյան, հետո Լևոն Տեր-Պետրոսյան, հետո բանը, այնտեղ չեմ հիշում արդեն ելով, բան, հեսա, հա, Բևերը։ Հիմա ես ես հարց տամ, հա, այդ մարդկանցից, նու բացառությամբ Բևերի, այնտեղ շատ բան է, այնտեղ այտենց շարժում չէր, էլի մեծ ուղղակի կոնկրետ ակցիա։ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է արդյոք համարվել պրոարևմտամետ գործիչ, Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, չգիտեմ, բան, կարող է համարվել պրոարևմտամետ քաղաքական գործիչ, ոչ։ Որ մեկին է ողջունել Մոսկվան։ Այդ մասսայական ընդդիմը, մասսայական, պակաս մասսայական էր այդ ընդդիմադիր շարժումը Լևոն Տեր-Պետրոսյանի։ Այդ Մոսկվայից ով եկավ, ով ողջունեց, ով ասեց բայստի համեցեք։ Ոչ, սա պրոռուսական եւ պրոարևմտյան պայքար չի։ Սա նպատակահարմարությունների պայքար է, որտեղ համընկել են Ռուսաստանի եւ Արևմուտքի շահերը եւ միակ երկիրը, որ պետք է հակազդեր դրան, Հայաստանն է։ Ներողություն, այսինքն Փաշինյանի տեխնացության դեպքում նաև այս պարագայում 26 թվականի ընտրություններում Ռուսաստանի եւ Արևմուտքի շահերը համընկնում են։ Դա Ռուսաստանի եւ Արևմուտքի կոնսենսուսն է։ Այդ դեպքում բայց եթե այդ երկու երկրները տեսնեն, որ բնակչությունը համաձայն չի այս մարդու քաղաքականության, դա կարելի է անել միայն ընտրական ձևով, քաղաքականության հետ, միջոցառումների հետ, որ նրանք իրապես դժգոհ են եւ չեն ուզում նրան ունենալ իբրև վարչապետ, դա արդեն կոտրելու է այդ կոնսենսուսը։ Փնտրելու է մի մարդու, որը ավելի համահունչ կլինի ժողովրդի, ազգի, հայկական արձա։ Դա բնական է, դա բոլոր երկրների համար նույնն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը դուք նկատում եք ոնց է պայքարում իր չեղած վարկանիշի համար, որտեղ նա հասկանում է, որ իր մնալու ամենահզոր երաշխիքը դրսում բարձր վարկանիշ ցույց տալն է։ Եթե ինքը դրսում բարձր վարկանիշ ցույց չտա, նշանակում է նա շատ խոցելի է դառնում։ Եվ դա կրկին ընտրական հարց է։ Այդ տեսնում եք, չէ՞, դուք ասում եք ընտրություններով խաղաղ կհեռանա, թե չի հեռանա։ Եթե ընտրությունների արդյունքում երևա թե ինչ ցածր է իր վարկանիշը, իրեն մեղմիկ, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանին հեռացրին, որտեղ Սերժ Սարգսյանը միանշանակ համաձայն չէր լինել Արցախի հարցի, այսպես դաժան լուծման թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն, եւ գիտեք ինչ, Հայաստանում որևէ մեկը ոչ մի քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանից բացի դրան պատրաստ չէր։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ազնվակերտ հրաժարականը հիշեք։ Երբ որ եկավ են պահա, այո։ Այն իսկապես ազնվակերտ մարդու քայլ էր, որը ասաց ես գտնում եմ որ դա էս լուծումն է, բայց եթե դու գտնում եք որ մի լուծումը շատ ավելի մեղմ էր իհարկե քան այս ամենը, բայց եթե դու դա այդպես չեք համարում, ես հեռանում եմ, միայն այդպիսի մարդը կարող էր այդպիսի քայլ անել։ Իհարկե համանման քայլ արեց նաև Սերժ Սարգսյանը, նա էլ հեռացավ, բայց ես վստահ եմ, որ այստեղ արդեն կոնսենսուս այնքան զգալի է, Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում այդ կոնսենսուս չկար։ Ներքին հարցեր եւ շատ մարդիկ իսկապես տարբեր տեղերից, տարբեր դեսպանատներից, որոնք մեծ հարգանք ունեն Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, հորդորում են, որ նա մնա։ Բայց արժանապատվությունը ավելին գտնվեց, քան իշխանության մոլուցքը։ Ինչի՞, որովհետև կներեք, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի մեջքի հետևում չկար գլոբալային կոմպրոմատը։ Ինքը կարող էր հանգիստ գնալ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չի կարող։ Հիմա հանգիստ գնալու մասին, այսինքն դուք բացառում եք այդ ընտրական process-ը այդ թվում եւ
ներքաղաքական զարգացումների համատեքստում։ Ես կարծում եմ, որ հետընտրական process-ը հիմա Նիկոլ Փաշինյանը արել է լիքը պոպուլիստական քայլեր։ Այդ մարդկանց այդ առողջապահական փաթեթ տրամադրելը, այդ կենսաթոշակների իբր թե բարձրացումը, ժողովուրդ ջան, բանը, կենսաթոշակառուն ինչքան էլ անջատված լինի, հա, 10,000-ը, որ ինքը ավելացրել է կամ թե չէ քանի տոկոսը ավելացրել է, ես ամեն օր մտնում եմ խանութ։ Դուք էլ եք ամեն օր մտնում խանութ։ Գնաճը շատ ավելի բարձր է, միայն ոչ միայն ավելի բարձր է, նա օր-օրի է բարձր։ Այդ թոշակառուն նստում է, չէ, տրանսպորտ։ Այդ թոշակառուն, ասենք, փորձում է, չէ, ասենք ինչ որտեղ գնան։ Նա այդ բոլորը այնքան կյանքը այնքան դաժան եւ ինչպես ասում ես, թափեցնող գործիք է, որ վաղ թե ուշ, ինչքան ուզում է պոպուլիստական քայլ անես, կյանքը ապացուցելու է հակառակը։ Եվ տեսեք, Երևան քաղաքի ներկայիս իրավիճակը, որ մենք նայում ենք, բոլորը ասֆալտից են կպել, ասում ժողովուրդ ջան, թող ասֆալտը խորթուբորթ լինի, ես համաձայն եմ, բայց ամեն մեկը, ամեն օր նայում է, չէ, այս երկնքին, որը չի երևում է սմոգից, տեսնում է, չէ, ոնց են կանաչ տարածքները պլանաչափորեն ոչնչացվում։ Ոչնչացվում են, տեղը կանգնում են շենքեր, ես Սայաթ-Նովայում եմ ապրում, մեր բակում արդեն 3-րդ բարձրահարկ շենքն է խոյանում, ես պատկերացնում եմ, որ այս սեյսմիկ գոտում, երբ որ մի հատ հենց թափտա, ինչ ա լինելու։ Մենք կմնանք կողքի շենքերի փլատակերի տակ, վերը 5 հարկանի է, հաստատ 100%։ Եվ ով է տալիս այդ թույլտվությունները, ով է տեն շռայլում, որ քայլում եք յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա մանավանդ կենտրոնում։ Մի նորակառույց կա, Քավլիցի ոչ մի քաղաք չկա, որտեղ կենտրոնում շինարարություն գնա։ Չկա տենց բան, կենտրոնը պահպանվում է, իբրև հատուկ այսպես էվրոսմա կալորիկ, որտեղ չեն իրականացնում այդ աշխատանքները։ Հետո դուրս գնում աճում է, քաղաքը պիտի աճի, քաղաքը պիտի տարածվի, ով է դրան դեմ, ով է դեմ նորակառույցներին, բայց քանի որ ամենա այսպես համով պատառը կենտրոնում է, ամենաշատ փողերը այնտեղ են պատտվում, կենտրոնը դարձել է չապրելու տեղ։ Դե եթե եվրոպական համայնքի գագաթնաժողովի մասին խոսելու լինենք, փորձենք հասկանալ, որքանով են դուրս թողել։ Երբ ասում եք, որ Փաշինյանի շուրջ կա կոնսենսուս արևմուտքի, այդ թվում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի դեռ, քանի դեռ նա համոզում է բոլորին, ասենք լուրջ մարդիկ են եկել Ամերիկայից։ Մի երևի ամիս առաջ։ Ինձ ասում են 70% աջակցություն ունի։ Ասի արի գնանք փողոց քայլելով տեսնենք, էլի հաշվենք, եթե 10 հոգուց 7 ասեն հենց ինքը, խնդիր չկա։ Չէ, ասում եմ, տենց չի բանը, մենք հավաստի տվյալներ ունենք։ Շատ լավ, հիմա իրենց հավաստի տվյալները իրենց, բայց երբ ասում եք, որ նաև Ռուսաստանի թեկնածուն է, ես ուզում եմ հասկանալ, այդ դեպքում Պուտինի մակարդակով ինչու է խոսվում իր ընկերներին ընտրապայքարին մասնակցությանը թույլ տալու մասին այդ դեպքում։ Ինչ են ասում, հուսային իրենք նույնպես կմասնակցեն։ Բա պետք է մարիոնետկային պահել տոնուսի մեջ։ Այսինքն նրան ցույց տալ ամեն անգամ, որովհետև դա արևմուտքին բնորոշ չի, իսկ Ռուսաստանի մանիպուլատիվ։ Ռուսաստանը ոնց անում, գազը օգտագործում է իբրև լծակ, բենզինը օգտագործում է իբրև լծակ, նավթը ինչ որ ձեռը կա, օգտագործում է իբրև լծակ։ Հիմա Փաշինյանի դեմ էլ օգտագործվում է այս բռունցքը իբրև լծակ, որտեղ խելոք չպահես, մեր ուզածը չանես, շատ թեքվես, այս կլինի, շատ թեքվես, այն կլինի, շատ թեքվես, այն կլինի։ Ամերիկանն ուրիշ լծակներ է օգտագործում, հա, եւ այդպես շարունակաբար։ Երբ որ մարդը խամաճիկ է, դուք հասկանում եք, երբ որ մարդը ենթարկվող է, նրա վրա ով ինչ ուզի կկիրառի։ Ձեզ թվում է հрьяաների վրա չեն փորձել կիրառել։ Ես շատ լավ գիտեմ Իսրայելի պայքարի ամբողջ պատմությունը, հերցելից սկսած, որտեղ ժամանակին ինձ պաշարել էր միտքը, որ մենք ու իրենք իդենտիկ իրավիճակում ենք, եւ եթե մենք գտնենք իրենց բանալի, մենք կարող ենք դա կիրառել եւ արդյունքում եկել եմ շատ մեծ, անգլիացիք ասում են database-ի, էլի, ասենք գիտեմ որից հետո։ Ու այդ database-ը ինձ ինչ է հուշում, որ ախր բանը մարդիկ գիտեն, որ իրենք պետքա պաշտպանեն իրենց ազգը։ Ամերիկայում գոռում են Նատանյահուի վրա, գոռում են սենատում, դե որտեղ պաղեստինյան լոբին
Շատ հարուստ է, չէ՞, պարզ է, չէ՞, որտեղ են գործում եւ փողերը, հետո կան լիքը useful իդիոտներ, որոնք համարում են, որ իսլամական այդ արշավանքը հենց աշխարհի ամենաընտիր բանն է։ Ու կանգնում է Նատանյահուն ու ասում է, լսեք, դուք որ միտինգ եք անում այդ իսլամիստների համար, դուք նման եք հավերին, որ պաշտպանում են KFC այն բանը, հավիկների ցանցը։ Այդ մարդը ասում է դա սենատին, դա շատ կոպիտ է, բայց նա տալիս է մեսիջ, որ ես եմ իմ երկիրի իմ ազգը, ես կանգնելու եմ դեպի մինչև վերջ եւ նրա հետ գնում եմ բանակցությունների, որտեղ զուգահեռ Իսրայել պատերազմական վիճակում, էլ Գազայի սահման եմ գնացել, էլ Երուսաղեմ, այդ բոլորը մեքենաներով, դե փոքր երկիր է, չէ։ Ինձ ասեք, կար Իսրայելում 1 սանտիմետր ասֆալտ, որը ապակու նման բան չէր, հարթ չէր։ Կար Իսրայելում մի փողոց, ընդ որում ես շատ եմ ոտով քայլում, որտեղ կիտված են աղբի ինչ որ կուտակումներ։ Կար Իսրայելում մի տեղ, որտեղ կար պարեկային ծառայություն, ամենուրեք զինվորներն էին, պաշտպանությունը զինվորի ձեռքն է, ներքին եւ արտաքին։ Դուք հասկանում եք, չէ՞, ինչ կուլտ է։ Եվ բացի նրանից կան սրճարան, եթե մտնում է զինվորը իր ավտոմատով, դա իմ աչքով տեսա։ Սրճարանա մտնում, այդ մարդիկ ամաչում են, այնտեղ մեկը գոռում է ես փող ունեմ, մեկը բան անում, չէ, ասում է ոնց, անցար, այս քո սուրճը, այս քո միրգը, այս քո բանը, այդ ես տեսել եմ, այսինքն եթե երկիրը այդ խոսույթով է ներկայանում, ոչ մի կոնսենսուս իրան չի կոտրի։ 88 թվականի Հայաստանում երկրաշարժ եկավ, բլոկադան եկավ, ճնշումներ եկան, միջազգային ճնշումը վրադիր, տեսան չեն կոտրվում այս մարդիկ։ Սկսվեց լրիվ ուրիշ խոսույթ։ Իսկ այստեղ խոսում, այստի համեցեք, մեր երկիրը պահեստա, մեր երկիրը գարաժա, մեր երկիրը ինչ ուզեք այնա, մենակ թե մենք մնանք իշխանության, դե տենց լնում է։ Հիմա մի փոքր կուզեի խոսենք այդ քարոզչական մեթոդների մասին, որոնք կիրառում են։ Բոլորովին վերջերս ձեր էջում մի պատմության մասին էիք պատմում, նացիստական խաչի կիրառման մասին էիք խոսում։ Ես ճիշտ ասած չգիտեմ այդ զուգադիպությունը պատահական էր թե ոչ, բայց այդ նշանը մարդկանց վրա դնելու փորձերը եւ դնելու այդ ավանդույթը, հա, կամ մշակույթը, որ ձևավորվել է։ Դա Բերտոլ Բրեխտի բանն է։ Ասում ասենց կդնեմ եւ քեզ կառավարես գրական բանն է։ Ճիշտ ասած, էլի եմ ասում, չգիտեմ այդ պատմությունը հիշելը եւ այդ պատմությունը պատմելը զուգադիպում էր փոքրիկ կրծքանշանների բաժանման հետ թե ոչ, բայց շատ տիպիկ էր եւ շատ այսպես բնութագրող էր այդ իրավիճակին։ Սա այդ խոսույթը, որով բնութագրեց Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից շունչ անգյալներ ձեզ կլինեն, որ կընտրեն եւ այլն։ Ուզում եմ հասկանալ, այս խոսույթը ինչի համար է, որքանով սա իր ինքնավստահության մասին է եւ այդ նաեւ կրծքանշանները, սա ինչ տեխնոլոգիա է։ Դե կրծքանշանների տեխնոլոգիան ամեն ինչ բարձ է, որովհետեւ կրծքանշանների տեխնոլոգիան էլի այդ օվերտոնն է, այդ սարսափելի անճաշակ անձնագիրը ցույց տալու, դե գույնը կարևոր չէ, էլի, այդ գույնը իրոք կարևոր չէ, հա, գույնը չի, հենց սիմվոլիկան, ասում цвет ничто, символ всё։ Այդ անձնագրերը, այդ բաները իրանք շատ լավ գիտեն նշանի ուժը։ Նշանը փոխում ես միտքը։ Օրինակ, նայեք, եթե հանկարծ օրենք դուրս գա, որ այսուհետ լուսաֆորի ստոպ լույսը կանաչն է, իսկ անցողիկը կարմիր է։ Գիտեք ինչ է լինելու։ Քաոս։ Դու նշանը փոխում ես, ստեղծվում է կոգնիտիվ քաոս։ Դա լինում է եւ իրենք ստեղծում են այդ կոգնիտիվ քաոսը։ Այդ քարտեզներով, այդ բաներով, այդ ամեն ինչերով եւ ժողովուրդը դա ուտում է, այդ նույն որ օրինակը բերել եմ այդ խաչի Բերտոլ Բրեխտի այդ բանը երրորդ ռայխի պատմությունը պիեսից իմ սիրած օրինակն է։ Երբ որ նախկինները Վայմարի պետության չինովնիկը նացիստին հարց է տալիս, ասում է. «Լսի, ասում է, եթե մենք անեինք ձեր արածի կեսը, ժողովուրդը մեզ ընդհանրապես կսպաներ»։ Ես ասում եմ, եթե Նիկոլ Փաշինյանի արածների կեսի աներ Սերժ Սարգսյանը, հիմա մենք բոլորով քաղաքացիական հասարակության բան եւ ինչպես իմ ընկերներից մեկն էր ասում, այն կարգի ատելություն էր գեներացվել, որտեղ ինքը սկսել Արցախյան պատերազմը, իրան ինադու կհաղթեին մարդիկ, էլի որ եւ ասում եմ ես ձեզ կասեմ թե ոնց այդ նացիստը ասում է, ես ձեզ կասեմ տեխնոլոգիա, թե ոնց ասում ոնց կերցնել կատվի մանանեխ։
ասում է, եթե դու բանանեխը դնես նրա բերան, այդ կատուն այդ ողջ բանանեխը կթքի ձեր դեմքին։ Բայց եթե դու բանանես, այդ մանանեխը կսես նրա հետույքին, նա ավտոմատ կլիզի, որ ազատվի մանանեխից եւ այդ ամբողջը կուլ կտա։ Ինչի հետույքին դու դա չես տեսնում։ Այ այտենց մեր վտանգը բերում են միջնորդավորված, հետևից, մանիպուլյացիաներով, հիշում եք ժամանակին, հենց ասում ենք Շուշին հանձնում են, այսինքն արդեն գալիս են զզվելի այլանդակ նիկոլական պրոպագանդիստները իրանց ֆեյք բանակներով լցվում էին, դու նախկինների, չգիտեմ ինչն ես, դու կոտրում ես բանակի ոգին, դու էլ ասում ես լավ, գոնե ես սխալ եմ, թող ես սխալ լինեմ, թող ես լինեմ ամենավատը, մենակ իրանք ճիշտ դուրս գան, էլի, իսկապես, բայց հետո այդ բոլորը ճիշտ էր դուրս գալի, սահմանամերձ գոտիները, ադրբեջանցիների վերադարձը, չէ՞ որ այդ բոլորի դեմ եկել է իջեցվել է մանիպուլյացիոն շղարշ, մարդկանց ապակողնորոշելու համար մանանեխը քսել են բոլորիս հետույքին, կներեք։ Հիմա դրանից ազատվելու տարբերակ մենք չունենք։ Դրանից ազատվելու տարբերակը միայն, տեսեք, PR-ը շատ բարդ բան է, քաղաքական տեխնոլոգիան, իդեպ ես բևեռում այդ լեկցիան կարդացել եմ, քաղաքական ծրագրավորումն ու դրա հետևանքները, ապա ծրագրավորումը, ձեզ յուրաքանչյուր ծրագրավորող կասի, որ ծրագրավորումը բարդ է, ապա ծրագրավորումը եռակի բարդ է, այո։ Իրենք անում են դա հետևողական արդեն 7 տարի է, անում են առանց որևէ դադարի, առանց որևէ կանգի եւ առանց որևէ վախի կամ խղճի խայթի։ Դրա համար ալագեղ կամ ալագեղ պատերազմում, իսկ սա պատերազմը, գիտեք ինչի համար է, սա պատերազմը իդեալի համար։ Այդ իդեալը պարբերաբար ստանում է մարդկային դեմք, պարբերաբար ստանում է ազգային դեպք, պարբերաբար երկուսը իրար հետ։ Կատարվում է դեհումանիզացիա եւ դենացիֆիկացիա, այսինքն ոչ թե ազգայնականին են վերացնում, ազգայինին են վերացնում։ Ազգայինը սարքում են ազգայնական, մեկը ասում է Արցախը հետ եմ ուզում, ռևանշիստ։ Մեկը ասում է Թուրքիան բան արել, չգիտեմ, ուզել է բառն անգամ օգտագործել է, ռևանշիզմը։ Բա ֆաշիզմը, ֆաշիզմ եւ դա ժողովրդավարությունը։ Տեսեք, այդ եվրոպական երկրները փորձես իրենց Facebook-ում կամ որևէ տեղ, ասես, որ Սիրիայից եկած փախստականները Ֆրանսիայում պարապ-սարապ բան նպաստուտող տերորիստներ են, որտեղ նրանց մեծ մասը գիտեք, եկեք գալիս են տերորիստներ են։ Փորձես պետական ինչպիսի մեքենա կաշխատի, բայց այդ նույն եվրոպական դիտորդները թքած ունեն, որ հայկական Facebook էջերում այդպես նիկոլական բան ագիտ մեքենան ամեն օր պիտակավորում է արցախցիներին։ Բայց չէ որ նրանք են, չէ, նույնպես նույն փախստականներն են։ Այսինքն նրանք պաշտպանված են հազարավոր կոնվենցիաներով։ Ուրա։ Եվ դա ժողովրդավարությունն է։ Ուզում եի հասկանալ, նաև առաջիկայում գագաթնաժողովը, Եվրոպական համայնքի գագաթնաժողովը նախատեսվում եւ այդ գագաթնաժողովի շրջանակում սպասվում են եվրոպական առաջատար երկրների պատվիրակություններ, այդ Մակրոնի այցին ենք սպասում։ Հիմա ես ուզում եի հասկանալ, դուք պարբերաբար ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը ավտորիտար համակարգ է ստեղծել։ Ես եմ ասում, փաստերն են ասում։ Շատ լավ։ Այդ գիտեք այդ անեկդոտը կներեք, էլի ասում բանը ասում մեկը զանգում է Պուտինին, ասում է «Вы са трап», ասում է «Кто это говорит», ասում է «Все это говорят»։ Հիմա ես եմ ասում, շատ լավ։ Հիմա ինչու է այնուամենայնիվ ժողովրդավարական արժեքների այդպես առաջամարտիկ Եվրոպան այսպես աջակցում այդ ավտորիտար համակարգ ստեղծած։ Նախ Եվրոպան հավես չունի նստի եւ փորի թե ինչա կատարվում Հայաստանում իրականում։ Նրան եկեք չմոռանանք, որ սովետական ճամբարներում մորթվում եւ սպանվում էին հազարավոր ազնիվ քաղաքացիներ, ընդ որում մտավորականության ծաղիկը Ստալինի օրոք, նույն ֆրանսիական մտավորականության ներկայացուցիչները գալիս էին ասում էին «Ուրա, կոմունիզմ են կառուցում, ինչ փայլուն երկիր է, բան եւ այլն», որովհետեւ եվրոպացիք նախ շատ միամիտ են, իրական, իսկականից Եվ հետո իրենք հավես չունեն, չէ, եթե իրանք մի բան պետք լինի, իրանք ճշմարտությունը կպարզեն, բայց ինչ իրանք նայում են ֆասադը, գիտեք քանի հոգու են մեղադրել հետագայում Ստալինյան այդ ռեժիմները եւ ռեպրեսիաները գովերքելու համար։ Նույն Ժան-Պոլ Սարտրը։
Նա Ժան-Պոլ Սարտրը չէր բանում, հիանում էր սովետական միության կոմունիստական ապագայով։ Ինչպիսի երջանկություն։ Լիքը մարդ կա, որ գալիս է ոգևորվում է իդեալով եւ հետո մնում է կոնտրաստաշտակի առաջ։ Հիմա դուք ասում եք Մակրոնը եկավ։ Մակրոնին հիմա Ֆրանսիայում ով ընդհանրապես ինչ որ մի բանի տեղ դնում։ Այնտեղ աչերը էներ Ֆրանսիայում հավաքում են թափ, այն էլ ինչպիսի եւ վաղը մեսօրը խոսում թե լրիվ շա լինել։ Լրիվ շա լինել։ Այդ ժամանակ ինչ են կանել։ Ճիշտ այնպես ինչպես որ Նիկոլ Փաշինյանը Բայդենից հետո մերձացավ Թրամփի հետ, նույնը տեղի է ունենալու։ Ես ես բացատրեմ հաջորդի դեպքում։ Մակրոնի հաջորդի դեպքում մի քիչ դժվար կլինի, բացատրեմ, որովհետև ամերիկյան գաղափարական պլատֆորմների պարագայում Տրամպը բացարձակ անտեղյակ մարդ է, այսինքն ինքը իբր թե աչ է, ինքը ռադիկալ աչ է, բայց ինքը ավելի շատ Նիկոլ Փաշինյանն ու Տրամպը միացան այսպես կոչված տարօրինակության բանի վրա, ռեսուրսի վրա, որտեղ իրանք երկուսով նույնն են։ Եկեք հիշենք, որ նույն Տրամպը իր հայրենիքի համար ազնվորեն պայքարող Զելենսկուն նվաստացրեց եւ ստորացրեց, որովհետեւ արդեն կոնսենսուս կա, որ փոքր երկրները պետքա գլուխները խոնարեն եւ ապրեն, եւ ուրեմն Զելենսկին այդ խոսույթի մեջ չէր տեղավորվում։ Մի դեպի ես ասեմ, ինչ հետաքրքիր է, չէ՞ որ Զելենսկուն համ Պուտինն է խփում, համ Տրամպը։ Սաակաշվիլին այնտեղ բանտում տոչորվում է, ոչ մի եվրոպական կառույց չի մտածում վերջը, որ կինն էլ հոլանդացի է։ Այսինքն չեմ մտածում, որ այդ մարդուն ազատեն։ Այդ այն մարդիկ էին, որ իսկապես արևմտյան հեղափոխություն էին ուզում Ուկրաինայում եւ Վրաստանում։ Հիմա իրանք ինչ վիճակում են։ Ինչ վիճակում է Նիկոլ Փաշինյանը, հակառուս, պրոարևմտամետ, լավ էլի, այսինքն չի կարելի այդ աճբարական խաղերը խաղալ, բանը, ասում չի կարելի խաբել բոլորին եւ անընդհատ, բայց գիտեք ինչ, այստեղ ես կասեի կարելի է, եթե մարդիկ ուզում են խաբվել։ Ամբողջը շատ է ուզում խաբվել, որովհետեւ այդպես դու հետաձգում ես արհավիրքի պահը։ Օրինակ, գիտեք, քաղցկեղի ախտորոշման ժամանակ կան այսպիսի տարբերակներ։ Երբեմն մարդու մոտ քաղցկեղն է ախտորոշում, ասում է, ես տենց բան չունեմ։ Ինձ թվում է մենք հիմա պետականորեն այդ հիվանդի դերն ենք։ Հիմա այդ միամտության մասին կուզեի հարցնել։ Միամտություն չի, եկեք իրեն իրանց անունով կոչենք։ Հիմարություն է։ Sheer stupidity։ Դա հիմարություն է, դա միամտություն չի։ Արման Թաթոյանի մի հայտարարության մասին էի ուզում հարցնել, դիմել էր եվրոպական եվրոդիտորդներին, որպեսզի հայտարարություն անեն, այո, եւ քննադատեն Ադրբեջանին Հայաստանի ներքին գործերի խառնվելու համար։ Հիմա դուք օրինակ սպասում եք այդպիսի հայտարարություն դիտորդներից եւ սա միամտություն չի։ Գիտեք, չէ, դա միամտություն չի։ Դա նաեւ տեստ է։ Այսինքն, եթե դու բացահայտ հակաժողովրդավարական երկրից փաստերը ներկայացնելով պահանջում ես գնահատական, դա եվրոդիտորդների ուղիղ պարտականությունն է։ Դա նրանք դրա համար են փող ստանում։ Եթե նրանք դա չեն անում, նշանակում է նրանք հանցավոր համաձայնության մեջ են Հայաստանի իշխանությունների հետ։ Վերջ, գործը արված է։ Լռությունը ինքնին ինչ որ բան նշանակում է։ Փաստ է։ Եթե հանկարծ ստացվի արձագանքը լինի, շատ ավելի հաճելի փաստ է։ Շատ է, բայց երկու դեպքերում էլ արդյունքը բացահայտ է։ Դուք սպասում եք այդպիսի հայտարարության։ Գիտեք ոնց է, ես արդեն վաղուց Եվրոպայից ոչինչ չեմ սպասում, բացի մի բանից, այդ իմ սպասելիքները լինելու են, որովհետև Եվրոպան որպես, ես միշտ ասում եմ, եթե վաղը ամբողջ Եվրոպան անցնի ջրի տակ, միևնույն է ինքը կա, ինքը ստեղծել է, ինքը ի վերջո քրիստոնեությունը էլ է ստեղծել, ամեն ինչից ենկում, եւ այդ արժեքային համակարգը չի մեռնելու, ինքը արդեն քանի անգամ վերածնվել է, գալու է այդ վերածնունդը, բայց երբ որ այդ վերածնունդը գա, շատ մեղավոր գլուխներ կթռչեն ավտոմատ։ Շնորհակալ եմ Տիկին Սեթրակյան, հիշեցնեմ զրուցում էի քաղաքագետ Անուշ Սեթրակյանի հետ, շնորհակալություն մեզ հետևելու համար։